Ողջույն Կորզարարալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենատարածության մասին, հայրենատարածների հետ։ Ողջույն Անտրանիկ Արությունյանը, այսօր մեր հյուրն է Բրազիլից։ Ուրախ եմ։ Անտրանիկ ջան, դուք երբ եք հայրենատարածել ու ինչի համար։ Շնորհակալություն առաջին հրավերքի համար, շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ ու կարող եմ իմ փորձով մեր հայրենակիցներին, որ ապրում են արտասահմանյան երկրներում, փորձեմ Հայաստան համոզենք որ գնան Հայաստան։ Ես առաջին անգամ երբ որ որոշեցի Հայաստան ուղղվեմ գալ, դա եղավ 2023 թվականին, երբ Եգոր ծրագրով հրավերք ստացա դեպի Հայաստան։ Դեպի Հայք, ահա, որը որ շատ հետաքրքիր սկիզբ ունեցավ իմ հայրենադարձության համար։ Շատերին։ Այո, այնուհետև անցած տարի 2025 թվականին Birthright ծրագրով շարունակական եկավ, որ վերջնական արդեն հիմնվեմ Հայաստանում ու իմ լուբա ներդնեմ Հայաստանի զարգացման մեջ։ Իսկ եկել եք մնալու նպատակով իհարկե։ Այո, երկար։ Բայց ոնց եք դուք ուր եք ապրում Բրազիլից առաջ գիտեմ որ ուրիշ տեղ եք ծնվել։ Ծնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, այնուհետև 3-4 տարեկան տեղափոխվել եմ Հայաստան, այստեղ ապրել եմ մինչև 13 տարեկան։ Դժվար տարիները։ Այո, դժվար տարիները, երբ որ տեսնում էր, որ բոլոր հարազատները ստիպված հայրենիքը լքում էին, որպեսզի ավելի լավ կյանքի պայմաններ գտնեն արտասահմանյան երկրներում, որը որ այդ ցավը իմ մեջ միշտ եղել է մանկուց եւ իմ երթն էլ հասավ ցավոք սրտի, որպեսզի որ լքեցի հայրենիքը ավելի լավ կյանքի պայմաններ գտնելու նպատակով, ընտանիքով, բայց չկա չարիք առանց բարիք այս կյանքում ու հիմա այդ ամեն ինչ որ մենք սովորել ենք դրսում փորձը, մեր գիտելիքները մենք բերել ենք հիմա Հայաստան, որպեսզի Հայաստանի հայրենիքը զարգացնենք, ոչ բան հենց այնպես չի կյանքում լինում, ոնց որ ասում են։ Միանշանակ, բայց Երանի բոլոր գնացողները հետ վերադառնային, դուք գնացել եք ժամանակ, ես գիտեմ որ 90-ական թվականներուն մեծ մասը Ամերիկա են գնում, որոշ քանակ Եվրոպա, բայց շատ ավելի Ամերիկա։ Ինչու դուք չգնացիք Ամերիկա։ Քանի որ ես դեռ փոքր էի, դա իմ ընտրությունը չի եղել այդ ծնողներիս ընտրությունը, քանի որ նրանք դասախոսներ են եղել համալսարանում, նրանք հրավերք են ստացել Բրազիլիայից, որպեսզի աշխատեն այնտեղ, դրա իսկ շնորհիվ տեղափոխվեցինք Բրազիլիա։ Բայց դուք ոչ մի լեզու, ոչ մի ծանոթ չունեք այնտեղ, բայց ոնց են հրավիրվում, դուք թիմում եք, իրենք ոնց են գտնում ցես, այսինքն ձեր ծնողին ոնց գտնում են, որովհետև նրանք մասնակցել են միջազգային շատ տարբեր կոնֆերանսների եւ դրա շնորհիվ գտել են, որպես ֆիզիկայի մասնակից գնալ աշխատել այնտեղ համալսարանում ու լեզուն կարևոր չէր։ Լեզուն սկզբնական կարևոր չէ, քանի որ անգլերենով հնարավոր է դասախոսել։ Իսկ ժամանակի հետ արդեն պորտուգալերեն սովորում ես ապրելով երկրում։ Հիմա ցեր ծնողքը ստեղ չեն, բայց դժվար էր իրենց համար վստահ պատմած կլինեն ցես։ Այո, իհարկե դժվարություններ կան սկզբում, միշտ է դժվար է ամեն ինչ, քանի որ թազա ամեն ինչ շատ տարբերվում է այն ամեն ինչ որ սովորես դու, իսկ դժվարություններ իհարկե ամեն ինչ։ Այն ժամանակ որ նային հետ գալու նպատակ չկար, որովհետև երկիրի վիճակը շատ վատ էր, ուրեմն ստիպված պետք է մնալ այնտեղ։ Այո։ Ու հաջողություններ կդան, գնացին առաջ, այսինքն ինչ եղավ ձեր կյանքը, դուք միակ երեխան եք։ Ես միակ երեխան էի, այո։ Ինչ են ասում, ոնց որ ասում են, ոչ ոք լավ պայմանները չի թողում տեղափոխվում ուրիշ երկիր, բայց այն որ գնում ես սկզբից լավ պայմանների համար կյանքդ ավելի լավ կարգավորելու համար դժվարությունները սկզբից դժվար էին հարմարվելու հետ կապված իմ համար լեզվի հետ կապված հատկապես դուք դպրոց պետք է ես դպրոց գնացի առանց լեզու իմանալու դա ավելի դժվար էր քան ծնողի շատ դժվար էր բայց ինչպես ասում են այնինչ ինչի սպանում ինձ ուժեղացնում է ժամանակը դա եմ հասկացել կոփում եմ կոփած հասունացնում է շատ բաներ դժվարությունները ինձ բերել են նրան որ շատ վաղ տարիքում դեռ հասունանամ, շատ բան հասկանամ ու սկզբից դեռ այն տարիքում երբ որ դեռ երիտասարդ էի, ավելի փոքր էի, չէի հասկանում այդ ամեն ինչը, բայց ժամանակից սկսում ես հասկանալ, որ չէ, այդ ինչ որ եղել է նրա համար, որ դու հասունանաս, շատ բան հասկանաս, շատ փորձ ունենաս, որ շատ մարդիկ ապրելով մի պղպջակի մեջ այդ ամեն ինչը չեն հասկանում, չեն տեսնում։ Նշանակ, այս ծեր սկսպի ասածն է, իման չարիքի մեջ կա բարիք, դեռ կդել եք դուք, որ 13 տարեկանը հեշտ չի ընկերներ ունես, ցանկացած երկիր գնում ես ուրիշտեղ, ծնողի
համար նորմալ է, երևի կորձ են գտնում, ավելի շատ փող եւ այլն, այդ իրենց համոզումը, բայց երեխայի համար այդքան համոզիչ չի, որովհետեւ դու արդեն ընկերներդ թողում ես, միջավայրդ ամեն ինչն է թողում, ամենադժվարը ծեր համար է լինում։ Բայց փոխվում է ամեն ինչ։ Բայց ստիպված եթե լինես, կհասնես ինչ որտեղ, բայց դուք իմեջայլոց այն դարիները, որ ընդեղ էիք, շատ հերույա գալիս գնում էիք Հայաստան։ Առաջին անգամ ես եկա Հայաստան 7 տարի հետո, երբ որ գնացի։ 13-ով գնացիք։ Այո։ 20-ով եկաք մի անգամ ու մեծ գարոդով հիշեցիք ինչ որ բան։ Իհարկե, գարոդով իմ հինեկերները ոնց որ ես երեք տեսած լինեի նրանց։ Այդ կարգի երբ որ կյանքի ինքերներն այդ հարազատությունը միշտ մնում է։ Կապ չունի, երբ որ գնում ես օտարհող, ինչքան է լավ պայմանները եւ այլն, դու զգում ես քեզ չես զգում ոնց որ լիարժեք, միանշանակ։ Երբ որ գալիս ես հայրենիք, զգում ես քեզ դու տանն ես։ Բայց հայկական չերմությունն էլ կա մեջ։ Հիմա Եվրոպայից գնացող եկողները այդքան չեն ասում։ Այստեղի չերմությունը մնում է այդ հատկապես դպրոցական տարիքի կամ եթե բարաբունք իրար հետ ինչ որ մի բան եք խաղում կամ անում, այդ շատ է մնում ու լավ որ դու 20 տարեկանով եկաք ու զգացիք այդ ամենը, ծնողն էլ եկավ, իրենք էլ վստահ ունեին իրենց հարազատները այստեղ։ Միանշանակ։ Ու այդ կալուց որոշեցիք որ մի օր կգանք, թե չէ։ Այդ գալուց ես հասկացա որ ես ռոբոտի կյանքով էի ապրում դրսում։ Իմ կյանքը որ ուղղակի այդ չի զգում շատ բաներ որ այստեղ զգացի, որ զգում ես քո տաներսում դու քեզ զգում ես հանգիստ, դու զգում ես որ քո նմանների կողքն ես, քեզ հասկանում են այնպես ինչպես որ ուզում ես որ հասկանան։ Իսկ դրսում շատ բաներ մարդիկ չեն հասկանում։ Չէ՞ մեղադրում, որ ուրիշ մշակույթ է, ուրիշ առօրյա է, չգիտեմ, նույնիսկ ուրախությունները չեք ունենում, այստեղ ունենում եք բաներ, որ իրար հետ են ուրախանում, բաներ, որ իրար հետ եք դխրում։ Դա շատ կարևոր բան է, ոնց որ մեծ ընտանիք լինի։ Մեր պատմությունը, մեր մշակույթը ոչ բոլորը գիտեն, անցել են, հասկացել են, չգիտեն մեր ցավերը, անեցա որ երբ որ այդ ամեն ինչը նույն ուղղությամբ ենք նայում, մեր հայրենակիցների հետ, հայերի հետ ավելի ուրիշ ձև այդ մոտեցումը լինում ու կապը ավելի ուժեղանում է։ Ես նաև հայրենասիրություն եմ զգում ծեր մեջ ինչ առումով, որովհետև մարդիկ կան 1, 2, 3 տարվա ընթացքում, հատկապես ծեր դարիքում որ գնացել եք, շուտով լեզուն մոռանում են, իսկ ծեր մոտ գադարյալ է ծեր խոսակցությունը, հատկապես երևի դան մեջ աշխատանք է դարվել։ Միանշանակ, էլ ինչ հայ եթե հայերեն չես խոսում։ Դե ամեն մարդու չէ դա։ Այո, Բրազիլիայում կան հայեր, որոնք ունեն յանով վերջացող ազգանուններ, բայց եթե հայերեն չես խոսում, ինչ իմաստը որն է հայկական անուն ունենալու։ Ես միշտ ամենատեղս հայերեն չխոսելու բահին կա նաև զգացում, որը չի կա, շատ հայեր կա, որ եկել են Հայաստանում ինչ որ ծրագիրներ անել, էլի հայերեն չէին խոսում, բայց ունեն այդ զգացումը, եթե մեռնում է քո մեջ, արդեն կարաս հանկիստ յանը հանես։ Պետք չի արդեն։ Բայց նաև մի բան կորձուն գա այստեղ որ մեծ երկրում էիք։ Ու գալիս եք փոքր երկիր։ Այդ չի նեղացնում մարդկանց։ Չէ, հակառակը, ավելի մոտիկացնում է մեծ երկրում շատ ժամանակ ոնց որ ավելի շատ կորած լինես, շատ մեծ է։ Փոքրում այստեղ ոնց որ ավելի շատ մարդկանց գիտես, մարդը մյուսին գիտի, մեկը մյուսին է հասնում, այդ ջերմությունը զգում ես, կապերը կան, network-ը ավելի լավ է դասավորվում, իսկ մեծ երկրում քիչ sense ծորը մեկը տարբեր երկրներում ապրի երկրների մեջ։ Այսինքն մարդկա որ քյուղը չի սիրում, մարդկա քյուղը սիրում է, եթե մեծ երկրում ես գալիս ես Հայաստանից ես քյուղը աստեղ, բայց սիրում ենք քյուղը մենք։ Մեր գյուղն է, դա գյուղը։ Անդրանիկ ջան, ծնողը վերջացրեց իր պայմանակիրը հետո որոշեցիք գալ, թե մի օր միասին ասեցիք հերիք այլևս։ Ես մենակ եմ եկել, ծնողներս չեն եկել։ Իրենք այնտեղ են ապրում, իրենք ապրում են Պորտուգալիայում ներկապային։ Իսկ ես որոշեցի այլ տեղափոխվել, որովհետև ես իմ տանն եմ, ես ինձ տեղ եմ ուզում, լավ եմ զգում ու համել մոտիկ կլինեմ ծնողներիս Պորտուգալիա, գնալ գալ ավելի էշ կլինի, Բրազիլիան իրոք շատ հեռու է Հայաստանից։ Ողջունեցին ձեր կալ այստեղ։ Միանշանակ, ու շատ լավ ընկերներ ձեռք բերեցի, այս ընթացքում երկու ծրագրեր որ արեցի, Գործ եւ Birthright։ Նախկինում էլ գար հաստատ։ Այո, հիմա ավելի ջերմացանք, իսկ թազանկերները որոնք ձեռք բերեցի այստեղ Իգոր ծրագրով որոնք եկել են մեկը Շվեդիայից էր եկել մյուսը Ֆրանսիայից ոնց որ նոր ընկերներ են իրանք էլ են եկել հայրենադարձ են եղել ինպես շատ հայրենիք սիրող ստեղ են մնում ստեղ են ապրում պետք է հրավիրենք իրենց միանշանակ ես իրանք ձեզ հետ կապկապամ իրանք էլ նույն ձևով այնպես ինչպես որ ես եկել են որ իրենց լոմաններ տնեն հայրենիքի զարգացման մեջ ու առաջ գնան
Շատ լավ, ուրախ ենք որ եկել եք, ուրախ ենք որ համոզվել եք, բայց ինչ կարելի անել ստեղ ապրելու համար։ Այնտեղ ամենակարևոր կորձոնը, հա, լեզու գիտեք շատ լավ է, որով շատերը ունեն լեզվի խնդրեմը, բայց ինչ մասնագիտություններ կա որ կարելի է ստեղ գիրառել ու փող աշխատել։ Այդ փող աշխատել ամենտեղ կարես փող աշխատես, եթե խելացի լինես շատ ժամանակ։ Իսկ հիմա Հայաստանը մի հատ ուրիշ ձև է, հիմա հնարավորությունների շրջան է սկսվել Հայաստանում։ Քանի որ բացվել ենք Եվրոպա ամբողջ աշխարհին, հնարավորությունները գալիս են Հայաստանը դառնում է խաչմերուկ մեծ հաբերի համար։ Այսինքն հնարավորություններ ստեղծվում են աշխարհի շատ մեծ երկրների աչքերը Հայաստանում են, այսինքն ինվեստմենտները շատ ներդրումներ լինում, տարբեր ծրագրեր լինում, հնարավորությունները ստեղծվում են։ Դու պետք է այսինքն հասկանաս, երբ որ օրինակ զբաղվում ես սուրֆը ոնց հայերեն։ Այսինքն արցանց աշխատանք։ Այո, եթե երբ որ սուրֆինգով ես զբաղվում, գալիս ալիքը, պետք է պատրաստ լինես, որ կարողանաս այդ սուրֆինգն ես։ Պատրաստ լինես, որ կարողանաս սուրֆանես։ Հիմա Հայաստանում այդ ալիքա սկսվել գալը, փոխվել են ժամանակները։ Բայց գիտեք ինչ է, այդ ալիքը համաշխարհային է, այս արցանցի ուժեղանալն է։ Ոչ թե ինչ որ մի ծրագիր է եղել Հայաստանում, բայց արցանցը որ ուժեղացել է, մարդիկ որոշում են իրենց կորձը ստեղից անել, թեկուզ ինքը աշխատում են գերմանական ընկերության համար։ Դա էր ասածը, որ կարելի է ստեղ աշխատել ու երևի թե ավելի էժան է ապրելը շատերի համար, քան իրենց երկիրները հատկապես արևմուտքում, ստեղից աշխատել, ստեղ ապրել ու ստեղ մնալ, որտեղ որ ուզում են։ Ինչ է գանում։ Ես մարքեթինգ բրենդինգի մասնագետ եմ, բայց ներկայապային աշխատում եմ միջազգային բիզնեսով։ Իմ նպատակն էր վերջին անգամ Հայաստան գալը, որպեսզի Բրազիլիա-Հայաստան բիզնես հնարավորություններ ստեղծենք, այո։ Ու ոնց են դրա մեջ դժվարություններ կան, իր հերոլ լինելու բահը կամ ինչն է խնդիրները այդ երկրների հետ ավելի քիչ տնտեսական գաբեր կան, գառույց չկա, թե հերավորությունն է խնդրեմը։ Հերավորությունն է ու իրար լավ չիմանալն է, ես կասեի, որովհետև Բրազիլիան ունի շատ մեծ հնարավորություններ, այո, որը Հայաստանը կարող է օգտագործել իր զարգացման էկոնոմիկայի Ինչ օրինակ Որովհետև գիտենք նաև որ Բրազիլիան ունի նաև իր դժվարությունները, գիտենք այդ կոնզարկացած երկիր չի, որ աղքատությունը շատ է մեջը, բայց գիտենք որ նաև արդարությունը շատ ուժեղ է իրենց։ Ինչ ունեն որ կարելի է Հայաստանում գիրառել։ Ունենք աշխարհի երրորդ ամենամեծ դեղագործական արտադրությունը, միջազգային որակով դեղերը, որոնք ես Հայաստանում ցավոք սրտի շատ անգամ գալուց զգացել եմ, որ որոշ դեղեր ես չեմ կարողանում գտնել։ Այդ գեփը ես նույնիսկ ուրիշ անունով նույնիսկ ուրիշ անունով ու նաև որակային տարբերություններ եմ զգացել չափանիշներով դա մեկ նաև Բրազիլիան ունի աշխարհի ամենամեծ մսային արտադրության ինդուստրիան, որը արտանում է տարբեր երկրներ, Հայաստանը կարող է նաև օգտվել դրանից Բաց դրանից ունենք դերմոկոսմետիկայի բիզնեսն է շատ զարգացած, որ արտահանվում է Բրազիլիայից։ Ընդհանուր արտադրությունը Բրազիլիայում շատ էժան է։ Ու հիմա աշխատավարձը ցածր է բավականին այնտեղ։ Հա, ցածր ստացողը ցածր է ստանում, առաջին գծի աշխատավորները ցածր են ստանում, այո, միանշանակ։ Բայց հնարավորությունները կան ու ներկայապային ես աշխատում եմ այդ կամուրջի ստեղծման վրա ու ահագին գործողությունները տեղի ունենում ICC Armenian գիտեք Չէ, հա International Chamber of Commerce այո, իրենց հետ համագործակցում ենք շատ ակտիվ, ICC Բրազիլիայի հետ համագործակցում, հազանարավորություն ենք ստեղծում եւ առաջ ենք շարժվում։ Բայց ինչն են խնդիրները Անտրանիկ ջան, այսինքն հերավորությունը կարող է էժան լինի, մինչև ստեղ հասնի թանգանա ու սկսի մրցակցական գներ չունենա, ինչն է խնդրեմը։ Հերավորությունը իր տեղն ունի, բայց միայն հերավորությունը չի, քանի որ այստեղ ունենք որոշ մոնոպոլի թեմաներ, ունենք որոշ ուղղություններով մարդիկ, ովքեր որ կարծրատիպեր կան, որ գրանցելու համար կարծեմ թեորիկը դժվար է, ինչ որ մի բան կա դենց։ Դժվար է, բայց անհնարին չի։ Հա, դա պիտի աշխատել դրան։ Մեզ հետաքրքիր է ներկայապային այստեղ Հայաստանում ունենանք բիզնես պարտներներ, որոնց հետ կարող ենք համագործակցել, քանի որ իրենք առնում են արտասահմանից շատ բաներ, ուղղեն Բրազիլիայի վրա։ Իսկ մնացած Բրազիլիայի ինչ կապված է արտահանմանը, ես ունեմ իմ կապերը Բրազիլիայում, բիզնես պարտներներ, մեծ կամպանիաներ, որոնք կարող են շատ օգտակար լինեն Հայաստան դեպի ուղղությամբ բիզնես
ծրագրեր իրականացնելով հիմա ես որ Բրազիլիա գոսում շուտով միան բանանա միտքս գալիս ճիշտ է որ միան բանանա գալիս Հայաստան հիմա գույմա ինչն է չէ բանան Հայաստան չի գալիս հա չի գալիս չէ բանան ինչ է գալիս հիմա այնտեղից գա ինչ որ բան որ գալիս շաքարավազ Բրազիլից գալիս է սուպերմարկետում բայց խանութներում տեսնում ենք բրազիլյան արդատրություն Բրազիլիայից մեջ շատ շաքարավազներ գալիս է ինքնաթիռի մասերը գալիս է ծխախոտ նույնպես ծխախոտ այդքան այո հերվից եւ գալիս է նաեւ կոֆե կոֆե միանշան մոռացել ենք կոֆեն այո քիչ քանակություն այդքան մեծ քանակությամբ չի գալիս բայց գալիս է Իգուտե մի հատ գարույց ստեղծվի ինքը շատ կարևոր բան է օրինակ Չինաստանում էլ դենց է հիմա Չինաստանում ամեն ինչ կա կարող ես արցանց գտնել բայց չգիտես որ այդ քո արցանց պատվիրածը ճիշտ նույն որակի կհասնի ստեղ այնտեղ գարույց ստեղծվի որ Բրազիլիա ունի այս ապրանքները եթե ուզում եք անտրանիկի հետ կապվեք ինքը մինչև որակը այնտեղ 100% չլինի, ապրանքը դուրս չի գա երկրից։ Կարող է դենց մի հատ կազմակերպություն ստեղծել, որ մարդիկ ոչ միայն իրենք ուղիղ գապնում են, որը դժվար է, ռիսկի է, ինձ թվում է ռիսկի է։ Մի անգամից ծեր միջոցով որոշ դոգոսով դու կստուկեք ապրանքը այնտեղ, որ 100% իմանաք, որ ճիշտ ցևով գալիս է այստեղ։ Միգուցե դենց կարույց լինի։ Ես արդեն մտածել եմ այդ ուղղությամբ Brazilian Chamber բացեմ Հայաստանում եւ զբաղվեմ հենց այդ գործերով, նշանակ։ Ով ինչ ապրանք ուզի, ցեզ նշի այդ ապրանքը։ Այո։ Կամ նաև դուք գտնեք այդ ապրանքը։ Ես հնարավորություն ներկայացնեք ու կարողանաք միասին այդ բادرերը անեք ու գիտեք ինչքան ժամանակ է տևում ինչև ստեղ գալը որ մարդիկ հիմա լսողները իմանան որ 1 ամիս, 2 ամիս կախված ինչ տարբերակով է լոգիստիկան կազմակերպում եթե ծովային տարբերակով դե ծովային պիտի լինի եթե շատ թանկ չեն ուզում ծախսեն լոգիստիկայի վրա միանշանակ եթե մեծ քանակության դեպքում ձեռք է տալիս ծովային իսկ փոքր քանակության դեպքում օդային ճանապարհներով բայց մի ամսուկես շատ չի այսինքն որ ամերիկան է 2 ամիս է ստում է գնալ կանը իսկ կորձի արումով որ եկաք ստեղ ու տեսակ ընդեղի աշխատաձևը ստեղի աշխատաձևը բաներ կան որ ցեզ զարմացրեց թրագան զարմացրեց ճղթական գա դենց բաներ Կան, ամեն տեղ էլ կան իրենց խնդիրները, ոչ միտեղ իդեալական չի, այդ միանշանակ։ Աշխատավոճերի տարբերություն կա, դա միանշանակ ու գալիս է։ Բայց դեն չի որ դեղա իդեալական է։ Իդեալական ոչ, չէ, ոչ։ Իրենք էլ իդեալական չեն։ Ոչ ոք իդեալական չի, ոչ միտեղ ոչ ոք իդեալական չի։ Ճիշտ է, որ Բրազիլիում ցած շատ ուրախ են, կորձը մեկ-մեկ թողում են գնում են իրենց ուրախությունների, գա դենց բան։ Այդ չափազանցրած է դա ամեն ինչը, որովհետև գոյություն ունի պարտականություններ, եթե չես կատարում պարտականությունները, չես վճարվում։ Չao։ Գործի դուրս ես մնում, այո։ Ու Անտրանիկ ջան, մի հատ էլ կարևոր հարց ստեղ երբ որ եկաք Հայաստան, զգացիք որ այնտեղից ինչ որ մի բան բագասում ացես։ Հիմա մենք ուզում ենք հասկանանք ներկա ես 21 տարի այլևս Սփյուռքում չեմ։ Ներկա համայնքների վիճակը ոնց է, մենք գիտեի որ ես արդեն դեգրադացվում է նախ հետաքրքրության առումով երդասարտներ, նույնիսկ մարդիկ գնում ես այդ կլուբեր գոչվածները, քիչ մարդ կա, եկեղեցիների գիրագյորերը, հազիվ մի քանի հատ բարավ անստած եւ այլն։ Ինչ վիճակում է այնտեղի համայնքը, եթե շփում ունեիք իրենց հետ։ Իհարկե ունեմ։ Դուք Սաո Պաուլոյում եք, որտեղ։ Ես Բելո Հորիզոնտեում եմ, բայց Սաո Պաուլոյի հետ։ Բայց գար հայ Բելո Հորիզոնտե։ Կան, քիչ են, բայց կան։ Ովքեր որ կան, ես բոլորին գիտեմ։ Սաո Պաուլոյում հիմնական կենտրոնացված հայկական համայնքը ես կասեի կան անունով ազգանով 40-ից 50 հազար հայ, քիչ ավելի երևի։ Ցավոք սրտի կորցնում ենք այդ ամեն ինչ որ մենք քննարկում ենք այդ լեզվական թեմաները շատ մարդիկ արդեն իրենք չեն զգում իրենց հայ զգում են որպես բրազիլացի առաջնային տեղ չեն տալիս այդ մեր լեզվին մշակույթին ու այդ ցավալի է միանշանակ շատ ցավալի է դա մեծ խնդիր է միջազգային ոնց որ դուք նշեցիք բոլոր հայկական համայնքներում որովհետև հիմիկվա ջահելությունը մի քիչ ուրիշ ձև է մտածում իրենք են ուզում իրենց դնեն իրենց որոշումները մենք սենց ենք ուզում մեզ սենց է լավ չեն նայում շատ հայրենասիրության ջիղը չի մնացել ջիղը գնալով պակասում է ցավոք սրտի դա է խնդիրը սպիտակ չարտ կոչվածն է այո ցավոք սրտի պակասում այնտեղ աշխատանքները դարվում են ագումբների եկեղեցու կողմից բայց մարդիկ չեն արձագանքում հիմնականում տարիքով մարդիկ ովքեր որ շատ հայրենասիրական արմատները եւ այլն ունեն կապ են ունեցել տեղափոխվել են ինպես ժամանակին հետո հետ են վերադարձել Հայաստանից
Այո, բայց հիմնականում Լիբանան, Սիրիայից են ոնց որ Լիբանան, Սիրիա նաև եղել են, որ պատերազմի տարիներից հետո տենց շատերը գնացել են Բրազիլիա, այո։ Դες գնացել են, բայց թազասերունդների համար դա իրոք խնդիր է, մեծ խնդիր է ստեղծում, որ այդ հայրենասիրական ջիղը գործնում է։ Լուծում գա ձեր կարծիքով։ Լավ հարցրեցիք, լուծումը պետք է ավելի շատ այս ծրագրեր ունենանք, Igor's Birthright, որպեսզի եւս էլ ծրագրեր կան պետական, որպեսզի մեր ջահելությանը փորձենք կապել արմատները, հիշեցնենք, որ արմատները որտեղից են գալիս, որովհետեւ մոռանում են։ Ու տան ներսում պետք է կատարվեն աշխատանքներ, երբ որ ծնողները տան ներսում ես գտնում հայն ու խոսում են արտասահմանյան լեզվով, դա արդեն մեծ խնդիր է։ Սկսում անդերից արդեն։ Միանշանակ։ Սկսում անդերից։ Ես զարմանում Ռուսաստանի վրա, Ռուսաստանը Հայաստանի կողքն է։ Ես ունեմ ծանոթ մարդիկ, ովքեր որ հայ են, բայց տան ներսում խոսում են ռուսերեն։ Իսկ ես հարցնում ինչի՞ ռուսերեն խոսում, հայերեն չգիտեք։ Դե մի լեզու ավել սովորացնի ծնողը, ես չեմ հասկանում, որովհետև մեգա ռուսերեն, մեգա պորտուգալերեն դուք սովորելու եք դպրոցում, ուզեք չուզեք, կորձի պիտի գնաք, ուզեք չուզեք, բայց ինչու մի լեզու ավել չսովորացնես։ Ոնց որ երեխու ցերքից մի հատ խաղալիք վերցնես։ Նույն բանն է, այլն թող սովորի, թեգուս չենք ասում գադարյալ 100%, բայց թեգուս երթա Հայաստան խոսա, հիմա գալիս են մարդիկ ստեղ զարմանում, մի բառ իսկ չգիտի, զարմանալի երևույթ է։ Ես ունեմ փոքր եղբայր 16 տարեկան եղբայր, մենք ինքը հայրեն էլ մաքուր խոսում պորտուգալերեն էլ, իսպաներեն էլ, անգլերեն, բայց մենք միշտ դա այդ հայրենասիրական լեզվական բառը միշտ կիրառել ենք տանը։ Ամեն ինչ տնից է գալիս, առաջինը տնից է գալիս։ Միանշանակ դպրոցը երկրորդը, երրորդը թեթևի վրա է, բայց դպրոց կա այնտեղ։ Հայկական դպրոց։ Սան Պաուլոյում կամ Բelo Horizonte կա։ Սան Պաուլոյում կա, կան դպրոց, մանկապարտեզ։ Բայց այն որ ոչ բոլորն են շահագրգռված, հա։ Քչանում է թիվը աշակերտների, իսկ ձեր մոտ Belo Horizonte։ Չէ, մեր մոտ հայկական համայնքը շատ քիչ հայեր կան, չկա։ Եկեղեցի էլ չկա։ Չէ։ Իսկ Rio de Janeiro-ում։ Rio de Janeiro-ում տենց կան, բայց ես տենց կապ չունեմ Rio de Janeiro-ի հետ, բայց լսել եմ որ։ Բայց գա դպրոց եկեղեցի։ Չէ, մենակ Սան Պաուլոյում, մենակ Սան Պաուլոյում։ Եկեղեցի միան Սան Պաուլոյում, հա։ Ու այդքան 180 միլիոն են կամ ավելացան հիմա։ 213 միլիոն։ Ժողովուրդ է։ Ամենամեծ հայկական համայնքը Լատինական Ամերիկայում դա Արգենտինայում է։ Երևի գիտեք արդեն։ Բիոնոս Այրես Կորդոբա մի քանի շաբաթ առաջ ունենք հյուր Կորդոբայից։ Արդեն գիտեք։ Իսկ կարծում եք որ սենց մարդիկ կան որ ցեր նման հիմա որոշում են կան թե շատ հազվադեպ է ցեր նման մարդիկ։ Կոնե ծրակրով չեմ ասում հայրենաթարցություն, կոնե թեպի հայկով լսել եք որ Բրազիլից կա մարդիկ որ Կան մի քանի հոգի ես լսել եմ արդեն, եւս ես էլ մի քանի հոգի հետ խոսացի, որ իրենք եմ մասնակցեն, որովհետեւ պետք է շղթայի պես անենք, մեկը գալիս ենք, պետք է մյուսինը քաշենք, որովհետեւ ոնց որ դա մեր աշխատանքն է, ոչ միայն ծրագրերի, նաեւ մեր աշխատանք, եթե մենք գալիս ենք ու տեսնում ենք, որ հնարավորություններ կան, լավը պետք է բերենք։ Միանշանակ դեսպանադուն ունենք այնտեղ։ Ունենք։ Այնտեղ պետք է աշխատանք տարվի։ Այո, ուզում եմ ասեմ, այսինքն տեսփանները ժամը 1-ին 2-ին չգիտեմ երբ փակվում է օֆիսը, չպիտի սահմանափակվեն դրանով։ Պիտի աշխատեն, իրենք եթե ակումբները չեն անում հիմա այնտեղ, եթե ակումբներ կան, իրենք պետք է աշխատեն, որ այս ծրագիրները կոնե ներկայացնեն ամեն օր, ամեն մարդու թեգուս հայերեն չգիտի, գիտեք որ birthright-ի կամ թեպի հայկի ծրագրում մեծ մասը հայերեն լավ չեն խոսում կամ ընդհանրապես չգիտեն, բայց գալիս են ստեղ 6 ամիս, հետո սիրահարվում են այս դեղով ու մնում են, հետո ամուսնանում են իրար հետ, հետո աշխատանքի են ընդունվում, իրենց գիտելիքներն են գիսում, սա բոլորը եթե չի բաթմվեց այդ երդասարտներին, ոչ ոք չի որոշի այդ քայլին գնալ, հատկապես այդքան հերվից, ձեր հետակա պլանները ասեք, ինչ են Անտրանիկ ջան։ Հետակա պլանները դեռ ամուսնացած չեն, բայց Էդել պիտի գա հիմա խոսում ենք որ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կոնե ճիշտ դաշտում ենք։ Ճիշտ դաշտում ենք։ Այսինքն Բրազիլիայում չեք որ ասեք որ ընդրությունը քիչ է, ընդրությունը բավականին շատ է Հայաստանում, մնում է դուք որոշեք ու դուք ճիշտ գայլին գնաք։ Զարգացնենք մեր ազգը։ Միանշանակ։ Ու մնալու եք ստեղ ու այս ծրագրի վրա եք աշխատում, որ Բրազիլիայից ապրանքներ կա նաև ուրիշ ծրագրեր։ Հա, աշխատում նաև մարքեթինգի ու բրենդինգի ուղղությամբ։ Ստեղի ֆիրմաների թե։ Ստեղ արդեն սկսել եմ ֆիրմա բացել, աշխատեմ նաև փոքր միջին կոմպանիներին իրենց մարքեթինգային ու բրենդինգային թեմաներով զարգացնել դրանց։ Բան արցանց թե ընդհանուր ծրագիրը մարքեթինգային։ Իմ անձնական։
չէ արցանց անեք իրենց SMM-ություն հա եւ ընդհանուր website ամեն ինչ անեկա ու դա էլ ագնում թեպի AI պետք է դել բանանեք ուշադիր լինեք որ ոնց է AI հասկանում որ կարողանաք ավելի սովորում դա սովորում է որովհետեւ ամեն օր արտանում ես մի նորություն մի թազաբան պետք է որ ադապտացվես կամ էլ հետ ես ընկնում մի տարի ենք հասել որ համալսարանի վերջին օրը չէ որ ինձ ինքս զգում ես լավ ամեն ինչը դիրաբեդել այլևս ամեն օր պետք է դու էլ դու քեզ դաստիարակես որը կարողանում ես արցանցով ինչ որ հեշտացրել է բայց դու պիտի հետաքրքրվես բայց ճիշտ է որ բավականին ստրես բայց ուզենք բոլորս պիտի դաստիարակվենք նաև նոր իրավիճակին որը ստեղծվել է այս արհեստական բանականության միջոցով ու բոլոր ոլորտները միանշանակ մի ոլորտ չի որով փոփոխությունը միշտ լինելու է ու ծեր խորհուրդն եմ ուզում լսեմ հիմա կվա ցանկացած երկրի երդասարդ որ ծեր նման է ու ավարտել է ու աշխատել է բայց չի զգում ինքը լիարժեք այդ երկրում որ ապրում է սփյուռքում ինչ եք խորհուրդ տալիս խորհուրդ եմ տալիս թախտի նստելու տեղը վերկացեք եկեք Հայաստան ձեր փորձը ձեր գիտելիքները կիրառեք ու զգացեք հայկական համն ու հոտը ու հետո որոշեք ինքներդ ուզում եք հետ գնալ թե չէ ոչ ոք չի զորում իմ այդ բանը չի զորելու բանը չէ քիչ որ ասում եմ պետքա դուրս գաս կոմֆորտի զոնայից որովհետև շատ մարդիկ մտնում են կոմֆորտի զոնա ու չեն ուզում դուրս գան ստես լավ չէ պետքա մի քիչ դուրս գաս եթե ջահել ես առավել եւս գործնելու բան չունես մենակ շահելու բան ունես միանշանակ ես ու կոմֆորտի զոնա որ ասում են ես միշտ մեր հյուրերը ասում են որ կոմֆորտի զոնայից դուրս գան բայց ես ասում եմ եթե կոմֆորտի զոնա ես կարող է ավելի լավ ավելի մեծ կոմֆորտի զոնա գնաս դեն չի որ քո եղած կոմֆորտի զոնան ամենալավն է կարող է ավելի լավը գա որը Հայաստանն է ու շատերը նկատել են կոմֆորտի զոնայից դուրս են գալիս ասում են երթանք փորձեն ասում են վայ ավելի լավ է այստեղի կոմֆորտի զոնան ու դա են ուզում բայց նա գա նաև մարդիկ որ միանգամից հիաստափվում են չեն ուզում դրանց համար չի բայց եթե չփորձես չես հասնի քո նպատակին ու դա ենք ասում մեր օրինակներով անտրանիկի նման որ եկել են ասել են չէ սա իմ ավելի լավ կոմֆորտի զոնան է միանշանակ հետադարձ ճանապարհը միշտ կա եթե չհավանեք արագ հետ գնաք ձեզ ոչ ոք չի բռնի այստեղ այսօր ամեն ուղղություններով թրիչքներ կա ինչ ուզում ես անում ես այստեղ անտրանիկյան շատ շնորհակալ եմ ես ասյունավետ զրույցի համար հույսով եմ բոլոր ծրագրերը գիրականանան ու նաև կազմեք ընտանիք մեր այս հրաշք երկրում շնորհակալ եմ հրավերքի համար